Ինչ երկրում ենք մենք ապրում, ուր է գնում Հայաստանը եւ ինչ է լինելու հետո։ Այս այն հարցերն են, որը հիմա բոլորին հետաքրքրում է։ Հայաստանը այսօր ղեկավարում է մի անձնավորություն, որը ըստ էության ունի բացարձակ իշխանություն եւ անում է հայտարարություններ եւ գործողություններ, որոնք շատերին թվում է տարերային են եւ բնորոշ է իր հոգեկերտվածքին։ Սակայն եթե այդ բոլոր դեպքերը մենք դիտարկում ենք մեկ ամբողջության մեջ, կարծես թե մենք այլ պատկեր ենք ստանում, որը կօգնի մեզ գտնել այն հարցերի պատասխանները, որի մասին ես խոսեցի։ Հիմա փորձենք այս վերջի ժամանակները տեղի ունեցած դեպքերը նկարագրել եւ դա դասակարգել։ Ուրեմն վերջի դեպքերից մեկը այն էր, որ Մայր Հայաստան կուսակցության ղեկավարը Անդրանիկ Թևանյանը ձերբակալվեց դավաճանության եւ լրտեսության մեղադրանքով։ Հիմա նման մի մեղադրանք է առաջադրվել Հայաստան Դաշնքի ղեկավարի հանդեպ, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, եւ այս կառավարության ղեկավարը իր նախընտրական ելույթներում լրտեսության մեջ մեղադրում էր նաեւ ընդդիմության ղեկավարներին եւ հայտարարում էր, որ նրանք պետք է պատժվեն։ Մյուս տիպային դեպքը դա քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեպքն է։ Դասախոս է, որը հաճախակի հանդես է գալիս լրատվամիջոցներով եւ իր քաղաքագիտական տեսակետներն է հայտնում։ Հիմա օրենքով, դատարանի որոշումով նրա հրապարակային խոսքի վրա արգելք է դրվել։ Նա այլևս չի կարող մասնակցել հանրային միջոցառումներին, չի կարող օգտվել սոցիալական ցանցերից եւ չի կարող տալ հարցազրույցներ եւ տեսակետներ հայտնել։ Սա Հայաստանում վերջի 30 տարիների ընթացքում յուրահատուկ դեպք է, այսինքն մարդուն զրկում են խոսքի ազատությունից, խոսքի ազատության իրավունքը այլևս չի գործում։ Եվ սա նախադեպ է մնացած բոլոր այն մարդկանց համար, ովքեր հանդես են գալի հրապարակային խոսքով։ Հաջորդ տիպային երևույթը դա պետական համալսարանի դասախոս Անուշ Սեդրակյանի դեպքն է։ Ինքը ամբիոնի վարիչ է, մասնակցել է ընտրություններին ընդդիմադիր կուսակցություններից մեկի ցուցակով եւ իրեն պատժելու համար լուծարում են ամբիոնը, համալսարանի ամենահին ամբիոններից մեկը։ Մյուս հետաքրքիր դեպքը այն էր, որ այս կառավարության ղեկավարը լրատվամիջոցների հետ, երբ որ հարցազրույց էր տալի, նա ասում էր, որ եթե ինքը չընտրվի, ես վարչապետ չլինեմ, դուք ընդհանրապես 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու։ Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակի։ Եվս մեկ շատ կարևոր օրինակ կա, որը ցույց է տալի, որ Հայաստանում արդեն չի գործում սեփականության իրավունքը։ Այս կառավարության ղեկավարը ելույթ է ունենում եւ ասում է, որ այն քրեաօլիգարխիան, նկատի ունենալով բոլոր նրանց, ովքեր խոշոր ձեռնարկատերեր են, իրենք նույնպես օրենքից դուրս են դրվում եւ ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի նրանք սեփականազրկվեն եւ դառնան բոմժ։ Եվ դա մի քանի անգամ ինքը կրկնում է իր տարբեր հարցազրույցներով։ Համոզված եմ դրանով շատ ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու process-ը այլևս անշրջելի է։ Շնորհակալ եմ։ Շատ վտանգավոր երևույթ է այն, որ ըստ էության կա մի խումբ ծագումնաբանական առումով, որին եւ ՔՊԻ ղեկավարները եւ նաեւ նրանց պրոքսի ուժերի ներկայացուցիչները ըստ էության հայտարարում են Հայաստանի թշնամիներ։ Խոսքը վերաբերում է արցախցիներին։ Այսինքն այդ արցախցիները, որոնք ըստ ենթադրվում է դնում են իրենց հայրենիքը վերադառնալու խնդիրը, իրենք կարող են դառնալ պատերազմի հրձիկ եւ Հայաստանը տանել պատերազմի եւ իրենք իրենց գործունեությամբ դեմ են Հայաստանի շահերին եւ Հայաստանը վտանգի տակ են դնում։ Եկել են Ղարաբաղ են լացում։
Բայց ճղած գալիս է կարա դու ինչ գործ ունես տեղ Երևանում ինչ գործ ունես դուք չէիք ասում որ ես սահմանը փակել եմ որ դուք չկաք դուք չէիք չոքցնելու եմ սաղիկ հատ մասկեկները կոխելու եմ համապատասխան տեղերը դուք ընդամենը գործակալներ եք եղել Հայաստանի անկախությունը ցույց տալու համար դուք գործակալներ եք եղել գիտակցված թե չգիտակցված չգաք տեղ խաղացնեք ասում եմ դուք դեպի պիտի բացատրություն տաք դուք ինչ եք կենթանի որ մի հատ եկել եք 5000 զոհից եք խոսում ինչ եք կենթանի այդ բացատրությունը միջև չտակ մեկը Հայաստանում ձենները ծպտումները դուրս չգա արմատախիլ ենք անելու ձեզ բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել որ դուք այնտեղ մնաք բա ինչի՞ չեք մնա ես ձեզ հետ կխոսամ տենց ես տենց կխոսամ ձեզ հետ տենց ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք որ փախածներով չփորձեք ասեք որ ես Ղարաբաղ եմ տվել մի հատ եկել է բանը յակը միսկի խումբ Ղարաբաղի հարցը չկա Ղարաբաղի հարց ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել Ղարաբաղի հարցը փակված է Եվս մի աննախադեպ երևույթ, որը Հայաստանում երբեք չի եղել։ Ուրեմն այս կառավարության ղեկավարը հրապարակային կերպով մեղադրում է բոլոր նրանց, ովքեր իր դեմ ձայն են տվել։ Այսինքն բոլոր նրանք կաշառք են վերցրել եւ այդ պատճառով իր դեմ են քվեարկել։ Եվ այդ բոլոր մարդիկ 500,000-ից ավել մարդ ինքը դնում է օրենքից դուրս։ Նրանք բոլորը հանցագործներ են։ Այսինքն ովքեր իրեն ձայն չեն տալի, դա ոչ միայն հանցագործներ են, դրանք պետական հանցագործներ են, ով իր դեմ է, դա պետության դեմ է։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առնվազն միջև այն շեմը, որը պետքա կարող է իրանց տնեցիներին փող չեն տվել, չնայած էլ եմ կասկածում։ Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Ես պաշտոնապես ասում եմ, աչքաչափով էլ երևում, որ այդ երրագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70%-ը փողով ստացած ձայներ են։ Փողով ստացած ձայներ են։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ուղիղ նայում եմ ձեր աչքերի մեջ եւ ասում եմ, մենք գնալու ենք այս ճանապարհով։ Եթե համաձայն չեք այս ճանապարհի, դուրս եկեք փողոցներ, կանգնեցնեք մեզ։ Եվ եւս մի քանի նման շատ վտանգավոր դեպքեր գոյություն ունեն, երբ որ ընտրություններից հետո փորձ է արվում նոր օրենսդրական նախաձեռնություններ ձեռնարկել։ Ուրեմն ԿՊ-ի падգամավորները ուզում են արդեն խոսքի իրավունքից զրկելով, սեփականության իրավունքից զրկելով, նաև ընտրելու իրավունքից զրկել։ Մի կողմ դնենք, որ 3 տեղամասերի ընտրությունները իրենք չեղարկեցին, այսինքն այդ մարդիկ, որոնք մասնակցում են ընտրություններին, ըստ էության չունեն ձայնի իրավունք արդեն, եւ մի կողմ դնենք այն, որ իրենց ընտրության արդյունքում փոխվեց ազգային ժողովի կառուցվածքը, դա էլ մի կողմ դնենք, ուրեմն իրենք նախընտրական օրենսդրական նախաձեռնություններ են փորձում մտցնել, որտեղ ասվում է, որ բոլոր այն մարդիկ, որոնք վերջի 1 տարվա ընթացքում գոնե տարվա կեսը Հայաստանում չեն եղել, նրանք զրկվում են ընտրելու իրավունքից։ Այսինքն ենթադրվում է, որ այն մարդիկ, որոնք տարվա կես անց են կացրել այլ երկրում, իրենք պոտենցիալ առումով օտարերկրյա լրտեսներ են նույնպես, օտարերկրյա ազդեցության տակ են եւ իրենք ձայնը տալու են ոչ թե ըստ իրենց համոզմունքների, այլ ըստ երկրների ազդեցության տակ լինելու, այսինքն Հայաստանի քաղաքացիների մի զգալի հատված զրկվում է ընտրելու իրավունքից։ Ավելին եւս իրենք հայտարարում են, որ փորձելու են մի նոր նախագիծ ներկայացնել ազգային ժողով եւ բոլոր այն քրեաօլիգարխիկ կուսակցությունները, որոնք ընտրակաշառքներ են բաժանել ըստ իրենց խոսքերի, իրենք ընտրություններին մասնակցելու իրավունք չեն ունենա եւ այդ մեղադրանքը ներկայացվում է վերջի ընտրություններին 3 ամենախոշոր կուսակցությունների հանդեպ, այսինքն ոչ միայն մարդիկ են զրկվում ընտրելու իրավունքից, այլ նաև մարդիկ զրկվում են ընտրվելու իրավունքից։ Հիմա նաև եւս մի շատ կարևոր դեպք, ուրեմն այդ նույն անձնավորությունը վերջերս ելույթ ունենալուց ասել է, որ այն դատավորները,
որոնք չեն ընդունում համապատասխան որոշումներ դատավորությունների ժամանակ, իրենք նույնպես պետք է պատժվեն։ Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են եւ դատվելու են։ Անունները ըստ քրեական գործերի կհրապարակվեն, երբ որ լինեն տենց գործեր։ Ինչ է այս ամենը նշանակում։ Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը գնում է դեպի տոտալիտար համակարգի։ Նախորդ իշխանությունները ըստ եվրոպական չափանիշների համարվում են հիբրիդային ավտորիտար համակարգներ եւ դա բնորոշ է նախկին խորհրդային երկրներից շատերին։ Հիմա մենք գնում ենք դասական տոտալիտարիզմի։ Հիմա փորձենք շատ կարճ ներկայացնել ըստ դասական սխեմայի, որ երկրներն են կոչվում տոտալիտար երկրներ։ Ուրեմն առաջերտին տոտալիտարիզմի համար պետք է ունենալ գաղափարախոսություն եւ այդ գաղափարախոսության միջոցով պետք է կերտել նոր մարդ։ Ինչպես նոր մարդ էին կերտում ժամանակին Հիտլերյան Գերմանիայում, իսկական արիացի, ինչպես Իտալիայում են նոր մարդ կերտում իտալացի, Սովետական միությունում նույնպես սովետական մարդ են ստեղծում, սովետական ընտանիք են ստեղծում, սովետական երիտասարդություն են ստեղծում, որոնք պետք է գաղափարապես պատրաստված լինեին, եւ բոլոր նրանք, ովքեր խանգարում են այդ ամենին, նրանք լրացվում են, նրանք զրկվում են խոսքի իրավունքից, ընտրելու իրավունքից, շատ դեպքերում նույնիսկ սեփականության իրավունքից եւ հայրենի իրավունքից եւ բռնի ձևով նրանց արտաքսում են երկրից։ Այդ ամենի հիմքը գաղափարախոսությունն էր եւ այս գործող իշխանությունը այսօրվա Հայաստանի նույնպես հանդես է գալի ինչ գաղափարախոսությամբ, իսկական Հայաստանի գաղափարախոսությամբ։ Իհարկե այդ գաղափարախոսությունը բավականին խղճուկ է, դա ուղղակի իրենց մտավոր ունակություններին համապատասխան իսկական Հայաստանն է, բայց այնուամենայնիվ մարդիկ փորձում են դա ստեղծել։ Ուրեմն նոր մարդու տեսակը, երբ որ կերտվում են, ուրեմն լինում են նաև պետության թշնամիներ։ Պետության թշնամիները մասնավորապես Մաո Ձեդունի Չինաստանում կուլտուրական հեղափոխության ժամանակ ըստ էության հայտարարվում են կրթված մարդիկ, դասախոսներ, հանրային խոսք ասողներ եւ ավելին Չինաստանում նույնիսկ արգելվեց Կոնֆուցիոսի անունը եւ այդ հազարամյա տեսությունը օրենքից դուրս տրվեց, որը չինական ինքնության հիմքն է։ Այսօր Հայաստանում նույնպես կան թշնամիներ, դա հայ առաքելական եկեղեցին է։ Հայ առաքելական եկեղեցու հիմքի վրա ստեղծված սփյուռքն է եւ այդ սփյուռքը պատերազմի հրցիկներ են, որտեղ իրենք հետապնդում են ցեղասպանության գաղափարը, պատմական արդարության գաղափարը, որ աշխարհը պետք է ճանաչի ցեղասպանությունը եւ այլն, հա, այսինքն այդ ամենը խանգարում է, որովհետեւ մենք նորմալ հարաբերություններ ստեղծենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, դրա համար սփյուռքը եւ եկեղեցին գործող իշխանությունը նույնպես հայտարարում է թշնամի, ինչպես ժամանակին Չինաստանում եւ նաեւ շատ այլ երկրներում, ինչի համար հենց հատկապես եկեղեցին եւ կրոնական կառույցները, որտեղ կրոնական կառույցները դա պահպանողական կառույցներ են, պահպանողական արժեքների վրա հիմնված եւ այդ արժեքների վրա ձևավորվել են ազգեր, գիտակցություն, աշխարհայացք եւ նոր մարդ ստեղծելուց բնականաբար պետք է ոչնչացնել հինը։ Նույնը նաեւ սովետական միության ժամանակ էր։ Մյուս կարևոր բնութագրիչը տոտալիտար համակարգներին դա թշնամիներն են եւ լրտեսները։ Նույն սովետական միության ժամանակ Գերմանիայում, Մուսոլինիի Իտալիայում, մյուս օրինակներում հետապնդում էին թշնամիներին, ուրեմն կան մարդիկ, որոնք ծառայում են օտարի երկրներին եւ իրենք հայտարարում են լրտեսներ։ Եվ նաեւ դու այդ լրտեսների դեմ պայքարով պետք է մոբիլիզացնես քո կողմնակիցներին, այսինքն ներքին թշնամիներ ցույց տալ։ Ներքին թշնամին եկեղեցին է, ներքին թշնամին դա սփյուռքն է, ներքին թշնամին արցախցիներն են եւ այն դու ստեղծում ես մոբիլիզացիա այդ ներքին թշնամիների դեմ եւ նորից եմ կրկնում պետք է ցույց տաս ովքեր են օտարերկրյա լրտեսները։ Նաեւ խանգարիչ հանգամանք են լրատվամիջոցները եւ լրատվամիջոցները ես կարծում եմ չի բացառվում, որ մոտ ժամանակները նույնպես ինչ որ օրենսդրական նախաձեռնություն մտցնեն ԿՊԱ-ականները, որը սահմանափակեն լրատվամիջոցների ազատությունը։
Ուրեմն փորձեն գալ եզրակացության։ Այն համակարգը, որը Հայաստանում ստեղծվում է, դա տոտալիտար համակարգին բնորոշ բոլոր բնութագրիչները ունի, եւ շատերը խափնվում են նրանով, որ այս գործող իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ իրենք ստեղծում են մի ժողովրդավարական երկիր, որը եվրոստանդարտներով է եւ գնալու է Եվրոպա, եւ ստեղծում է այդ խապկանքը, որ Հայաստանում տոտալիտար համակարգ չի կարող լինել, բայց նորից եմ կրկնում, սա տոտալիտար համակարգ է ձևավորվում Հայաստանում եւ այս անձնավորությունը, որը կառավարության ղեկավարն է, ետդարձի ճանապարհ չունի, որովհետեւ ազատ ընտրությունների միջոցով ինքը չի կարող վերարտադրվել։ Հիմա որն է հիմնական խնդիրը այս ռեժիմի։ Հիմնական խնդիրը այն է, որ ինչպես մենք խոսեցինք ժամանակին Գերմանիայի, Իտալիայի, Չինաստանի մասին, Սովետական միության մասին, այդտեղ այդ գաղափարախոսությունները ունեին առաքելություն, հա, Գերմանիայի, մեծ Գերմանիային ստեղծում իսկական արիացին է լինելու, որը երրորդ Ռեյխն են իրենք ստեղծելու, տիրելու են աշխարհին, Իտալիայում հին Ռոմի այդ փառքը վերականգնելու են եւ մեծ Իտալիա են ստեղծելու, Սովետական միությունում եւ Չինաստանում նոր տեսակի մարդ են ստեղծում, որի համար արժեք է, որ մարդը մարդուն չշահագործի, հավասարության գաղափար լինի եւ այդ գաղափարները համամարտկային են եւ տարածել ամբողջ աշխարհի վրա, ապա նման իլյուզիաներ, պատրանքներ կամ ապագայի պատկեր գործող իշխանությունը չունի։ Իր գաղափարախոսությունը դա խեղճության գաղափարախոսությունն է։ Մենք խեղճ ենք, մենք պետք պարտվել ենք, մենք պետք է ենթարկվենք։ Այս յուրահատկությունը այն է, որ պարտվողական գաղափարախոսության վրա ապագայի կերպարը դու չես կարող ստեղծել։ Մյուս կարևոր հատկությունը այն է, որ այն ինչ որ իրենք հայտարարում են, որ ստեղծում են ժողովրդավարական Հայաստան, իրականության հետ որևէ առնչություն չունի։ Նույն Եվրոմիությունում միջազգային կառույցների աշխատողները եւ այլն շատ լավ գիտեն ինչ է կատարվում Հայաստանում եւ գիտեն ավելի լավ եւ ավելի շատ, քան գիտեն այսօրվա Հայաստանի քաղաքացիները, եւ իրենք ասում են իրենց ներքին խոսակցությունների ժամանակ, որ այն ինչ որ կատարվում է Հայաստանում, դա անօրինականություն է եւ անթույլատրելի է։ Սակայն կա քաղաքական ղեկավարություն, որը ունի քաղաքական խնդիրներ եւ այդ քաղաքական գնահատականները չեն կարող տալ, բայց այնուամենայնիվ այն ինչ որ կատարվում է այսօրվա Հայաստանում եւ այն արժեքային համակարգը, որի վրա կառուցված է Եվրոպական միությունը, դա գալու է մի օր հակասության։ Մյուս կարևոր խնդիրը այն է, որ Հայաստանը ի տարբերություն Չինաստանի, Գերմանիայի, Սովետական միության չունի այն ռեսուրսները, որոնց վրա կառուցի տոտալիտար համակարգ։ Դրա համար իրենք խորամանկության են դիմել, իրենք մտել են աշխարհաքաղաքական պայքարի մեջ, ուզում են իրենց ցույց տալ, որ իրանք զոհ են աշխարհաքաղաքական մի կողմից եւ պետք է ստանան ռեսուրսներ մյուս կողմից, հա, արևմուտքից, որպեսզի կարողանան իրենց այս տոտալիտար ռեժիմը իրականացնել եւ դա ցույց տալ, որ պայքարում են Ռուսաստանի դեմ։ Ես կարծում եմ, այո, շուտ ես վստահ եմ, որ դա երկար ժամանակ չի գործի, սա նույնպես չի կարող բերել նրան, որ այս տոտալիտար համակարգը երկար կարողանա գոյատևել։ Սակայն կա մի կարևոր խնդիր։ Այս ռեժիմը չունի ռեսուրսներ երկար ժամանակ տոտալիտար համակարգ կառուցելու համար, բայց մեր խնդիրը այն է, այս ռեժիմի տապալումից հետո մենք ինչ ենք դնելու տեղում, ինչ քաղաքական համակարգ ենք ստեղծելու եւ ովքեր են լինելու այդ դերակատարները, որոնք ավելի ռացիոնալ քաղաքականություն կարողանան վարել, որտեղ լինի ռացիոնալ Հայաստանի ապագայի պատկերը։